Վճուլս, բայց լավ շոփինգ արեցինք։ Բան չեք մոռացել, չէ՞։ Չես խոսում։ Հաս։ Իմ համար նոր կոստյում չառան։ Ոայ, կյանքս նոր կոստյում ինչ ես անում։ Ես քեզ այս կոստյումով եմ սիրում։ Հա։ Ոչ ան մեծ մարդ ես, դու մինչև հիմա չգիտես, որ բերանը լիքը չեն խոսում։ Այ, կյանքս ասում եմ բարձրանանք վերև, ես մեշերը դնենք, ես իշտեմ ներքև հարսանեկան դահլիճի հարցերը լուծեմ։ Այդ ընթացքում դու էլ խրթխրթան նագետ կպատրաստեի։ Իմ խրթխրթան Գնացի։ Գնացի։ Ախպերները հետ են գալի նոր սենարով Ամով հոտով դզած փչած կերպարներով Ծնողների ցանկությունը կատարելով Ամուսնանում են օրինական ճանապարհով Բնատվում են ախպերները նույն հասեյում Ամբողջ օրը կրվում իրար մի սենոտում Այս ամենին մի նոր պրոբլեմ է ավելանում Պապամ նոր ու ջահել, մամայա օջախ Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիտքոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված շիրովի վար Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիտքոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված շիրովի Մանե, ես գիտեմ ուր են գնաց է վաչականն ու Նիկան։ Ուր։ Շոփինգ անելու։ Հարսի շորի վրա ծախսել են 240,000, կոշիկի վրա ծախսել են 80,000, խնամքի պարագաների վրա ծախսել են 115,000 ու ընդհանուր 814,000 դրամ ծախսել են վզնոցի, ականջողի ու մատանիների վրա։ Ալվարդ, բա դու այդ ամեն ինչը որտեղից գիտես։ Քարտերով ես գուշակություն արել։ Իհարկե քարտերով, բայց բանկային, որովհետև վաչականը իմ ու Իվանի քարտերով է առևտուրանում։ Ինձ էլ SMS-ա գալիս, բայց ես կարծում եմ, որ իմ գուշակություններով ոչ ոք չի հավատալու, որ Նիկան դավաճանում է վաչականին, մենք պետք է ապացուցենք։ Դե բա նորմալ է Ալվարդ ջան։ Ում էլ ասես, որ հորոսկոպով իմացել ես, որ այս շաբաթ կշերքներին դավաճանելու են, չեն հավատա։ Ռեալ փաստեր են պետք։ Սկսել ես ճիշտ բաներ ասել, արդեն իրար հետ լեզու են գտնում, դա ինձ ջղայնացնում է։ Բայց ինչի՞ է քեզ ջղայնացնում։ Մանե, որտեղ ես տեսել, որ մի տան մեջ երկու տեքորքին իրար հետ լեզու գտնեն։ Հաստատ ինձ ինչ-որ միտեղ ուզում ես գցած լինես։ Լավ։ Ես գիտեմ ինչա պետք անել։ Պետք է Նիկայի հեռախոսը վերցնենք ու սիրածի հետ SMS-ները սկրին անենք։ Բա ոնց ենք հեռախոսը վերցնելու։ Գիտեմ ինչա պետք անել։ Պետք է դիվիշնիկ կազմակերպենք Նիկայի համար, իրան հրավիրենք, այդ ընթացքում հեռախոսը վերցնենք ու անենք այդ սկրինները։ Ճիշտ բաներ ես ասում։ Սենց որ գնա մեր տան ինտրիգները վերանալու է անհետաքրքիր լինի սա։ Միրո։ Ես որ առավոտը քեզ ասել էի խոհարարի ընդունելության համար հայտարարություն դուր, տվել ես։ Իհարկե ոչ։ Ինչի։ Խոհարարին անիմաստ աշխատավարձ ենք տալու։ Միրո, եթե մենք խոհարար չունենանք, մեր ռեստորանը լավ չի աշխատի։ Ու դրանից հետո ոչ միայն խոհարար չենք ունենա, այլև ես, դու, Մանեն աշխատավարձ չենք ստանա։ Հա։ Միրոնը ասում է ինչի համար է պետք խոհարար։ Փաստորեն աշխատավարձ ստանալու համար, հա։ Միրո կարող է քեզ փոքր ժամանակ գցել են։ Հա։ Մաման, ծննդիս օրը բարեկամներիցս մեկը 5,000 դրամ փող էր բերել։ Մաման ասեց՝ «Դու, հետո քո ուզած խալիկը ես քեզ կառնեմ»։ Գցես չառավ։ Իսկ բարձր տեղից։ Հա, հաջորդ օր ասեցի՝ «Ուր է իմ ուզած խաղալիքը»։ Մաման բրդեց դիվանից գցեց ցած։ Ավել բարձր է եղել ձեր ծիվանը։ Լավ։ Ես գնամ
Աշխատեմ, որ հաճախորդները գան։ Մենակ սուրճ ու թեյ չտանք։ Բա խավիարը։ Կանենք խավիար առաջարկենք։ Դե որ ախորժակիտ նայում եմ, շուտով խավիարել չենք ունենալու։ Ժիրո Իվան Պապ ջան, իմ ռեստորանում հարսանեկան փաթեթները սկսվում են 12000 դրամից։ Այդ տղա դու ինձ ասա որտեղա վերջանում այդ թիվը։ 25000 դրամով։ Ուրեմն թող լինի 25000 դրամանոցը։ Իհարկե վստահ եմ, որ իմ համար այդ նույն գինը չի լելու, չէ, զեղչելու ես։ Չէ, քո համար զեղչ կանենք, պապ։ Ապրես, սիրում եմ, որ հորդ 100% զեղչ ես անում։ Սեբաստիան, պապայի հարսանիքը գրի 25000 դրամանոց փաթեթ։ 25000 դրամ։ Բա ինչ ձուկ դնենք, որպեսզի երկրորդ տակ ուտեստ։ Ամենաթանկը։ Մեկա մենք հողի խնդիր չունենք։ Հողի խնդիր չունենք, չէ՞ Իվան։ Չէ, չունենք, պապ։ Սեբաստիան, գրի, ասետրինա։ Ուй։ Հաղթետո։ Դավաճան։ Ասում եմ դավաճան։ Սեբաստիան։ Կարող է իմանասեն։ Փոքր դանակները սրանով անհարմարական աչիները կտրատել։ Դե, ես մեզ դանակը որտեղից որ վերցրել ես, այդ փոքրը կողքը կախած է։ Ապրես։ Չնայած քեզ չի հասնում, բայց ասում եմ։ Լավ, եկեք շարունակենք։ Տակ ուտեստից հետո աղցաններից ինչ ա լինելու սեղանին։ Հա։ Ունենք ամառային, կեսար, մայրաքաղաքային, հավով եւ սալորաչերով աղցան, բազուկով եւ թաբուլե։ Որն ես ուզում։ Իվան ջան, դե ախր ձեր մոտ բոլորն էլ համով են, թող բոլորն էլ լինի։ Բայց շատ կլինի։ Թող շատ լինի, քիչ չլինի։ Սեբաստիան, գրի բոլորը։ Դավադիր։ Ասում եմ դավադիր։ Սեբաստիան։ Իսկ կարող է իմանաս մեծ դանակը որտեղ է։ Դե, այս փոքր դանակը որտեղից որ վերցրել ես, երևի այն մեծը կախել ես սրա տեղը։ Դու ինչի շուտ չէիր ասում, մի ժամաման եմ գալիս։ Համար երկու։ Լավ, շարունակենք։ Հիմա Իվան ջան, ասա տեսնեմ դու ինձ ինչ նվեր ես անելու հարսանիքիս։ Պապ ջան, ոնց հասկացա քո հարսանիքի սեղանի ծախսը վերցրել եմ ին վրա։ Դա էլ ինձնից քեզ նվեր։ Բա, չհասկացա։ Ուրեմն դու իմ հարսանիքին նվեր չես անելու։ Ես արդեն սկսում եմ փոշմանել, որ տունս ուզում եմ սրան կտակեմ։ Օ, պապա ջան։ Այ գալու ենք, նվերով են գալու ես ու Ալվորտը։ Ուղղակի ուզում եմ մանամ ինչ ես ուզում։ Հետ ուրիշ բան։ Դե բացի վեստայի կայքը, Բացեցի։ մտի կահույք ու տնային պարագաներ։ Դե քո ճաշակով ընտիր բասկաթոռ ու բազմոց, սեղան ու աթոռ, միջանցքի կահույք, մեկ էլ խոհանոցի կահույք։ Ես բոլորը պիտի առնեմ։ Այ քեզ բան, այդ հո ես չեմ ասել։ Իվան ջան, նվերն ինձ բանա, որ չեն ասում։ Ինչքան հորդ սիրում ես, այդքան էլ պիտի առնես։ Վասակ, ասում եմ վասակ, Սեբաստիան, կարող է իմանաս ես դանակները ոնց կարող եմ սրել։ Դե դանակների կողքը հատուկ քար կա, կախած, հենց դրանով։ Ես էլ ասում եմ ես հիմար ինչ է այդ թթվի քարը կանխել պատից։ Համար 3։ Բա, դու էլ ես տեղ։ Ինչ ես անում ստեղ։ Ժիրո ջան, Իվանի հետ քննարկում ենք, թե ինչ պիտի դնենք մեր հարսանիքի սեղանին։ Բա ինչի մոտ չես եկել։ Հետո ինչ, խոհարար չունենք։ Մինչև հարսանիքդ կսովորեմ։ Ժիրո ջան, կգամ, քո մոտ էլ կգամ, հո մենակ սեղանի ծախսերը չի, լիքը բան կա հələ քննարկելու, այդ էլ քո հետ կքննարկեմ։ Դե կսպասեմ։ Դե գնա։ Դե կսպասեմ։ Դե գնա։ Դե կսպասեմ։ Գնա դե։ Դե կսպասեմ։ Ժիրո գնա։
Ջիրոն էլ է գալու հարսանիքիդ։ Յա, Ժիրոն իմ միակ փոքր տղենա, ոչ չկա հարսանիքին։ Սեբաստիան գնի։ Ջիրոյի համար սեղան է գցում, բայց առանձին, ռեստորանից դուրս։ Խորտ մամա ջան, ես ու Ալվարդը քո հարսիկները որոշել են քո հարսանիքից առաջ քո համար ձիվիշնիկ կազմակերպենք։ Բա, երեխեք ջան, ապրեք, բայց կարիք չկար։ Ոնց կարիք չկար։ Բա եթե մենք չանենք ով անի մամ ջան։ Դե բաժակներ վերցրեք, ես կենացուն եմ ասելու։ Մամ ջան, խմում եմ քո կենացը։ Ցանկանում եմ, որ ամուսնությունից հետո ամուսինդ երբեք քո համար աբյուզ չլինի, որ իրար red flag-եր երբեք չանցնեք ու ամբողջ կյանքում մինչև խոր ծերություն ապրեք առանց տոքսիկ հարաբերությունների։ Շնորհակալ եմ հարսիկ ջան։ Ճիշտ է, ես ոչ մի բառ չհասկացա, բայց համոզված եմ, որ լավ բաներ ասում։ Ու եթե թույլ կտակ մի կենացել ես ասեմ։ Մամ ջան։ Ցանկանում եմ քեզ, որ քո դիմացով երբեք սև կատու չանցնի։ Եվ ամենակարևորը, եթե կարելի է, հա։ Երբեք ուրբաթ 13-ը ձեզ չդիպչի։ Շատ լավ ասեք, խմում ենք մինչև վերջ։ Ստեմ ուղղակի, հա։ Դուայ։ Ալվարդ ջան, ինձ էլ մի լցրու, հա, հերիքա։ Ինչի մամ ջան, վախում ես արփես։ Տեղ չունեմ էլ։ Դե ուզում ես մի կենացել դու ասա Նիկա ջան։ Վաշ, ման է։ Ինչ Նիկա։ Ասա մամ ջան։ Մամ ջան։ Ապրես։ Ես գնամ լվացվեմ ու գամ անպայման։ Ես կուղեկցեմ քեզ լվացարան։ Հա, ես քեզ Այ, բենը, այ։ Բան է, մի բան գտար։ Չէ, բոլոր զանգերն ու նամակները ջնջած է։ Եթե աղջիկը նամակներն ու զանգերը ջնջում, այդ նշանակում է, որ հաստատ սիրած ունի։ Լավ, ես մի բան կմտածեմ։ Հա։ Ես եկա, կարող եք շարունակել։ Շարունակեք։ Իհարկե շարունակում ենք, բայց գնում ենք բեր ռեստորան։ Ինչի՞։ Յա, որովհետև հին հայկական ավանդույթ կա։ Նորասկիսուրը պետք է իր բոլոր հարսիկների օջախներում քեֆ անի։ Եթե չարեց, անեցքա կպնում։ Շատ լավ։ Գնանք։ Գնացինք։ Գնացինք։ Գնանք ծանոթանամ իմ ապագա ունեցվածքի հետ։ Իրո ջան, Իվանի հետ այն մանր-մունր հարցերով խոսացինք, սեղանի ծախսաբանը, հիմա եկել եմ, որ քո հետ այն ամենակարևոր բաներից խոսանք, երկիչատ համադայա, մի խոսքով։ Ես այսան նենց կազմակերպենք, բոլոր հյուրերդ ամեն ինչից գոհ մնան, բացի ուտելիքից։ Արի մտածենք, ով կարարնի իմ քավորը։ Բաչոպար ես կնեմ քո քավորը։ Քեզնից ինչ քավոր այ փիչխա։ Բայց ես ինչով եմ պակաս։ Կուլտուրական նագեցները դանակ պատարակով ուտում եմ։ Միրո ուղակի որ դու քավոր եղար, հարսանիքին խորոված չի լինի։ Չի։ Որովհետև այդ մարդիկ խորովածը պարացնելով են բերում։ Դրա դիմաց պետքա փող տաս։ Ես էլ չեմ կարծում 700 դրամով համաձայնվի։ Լավ, խոսքով հանգստացել, ես կգտնեմ քավոր։ Քավորի հարցը ես կլուծեմ։ Իսկ Թամադայի հարցը ո՞նց ենք լուծում։ Թամադայի հարցը լուծած է։ Այդ հարցի հետ գործ չունես։ Ուղղակի էլի պիտի մի քիչ փոխանցես, որ տամ այդ մարդուն։ Ո՞վ է որ։ Ես։ Ինչ որ Թամադա եմ որ։ Իզնից լավ կենաց ասող կա Ժիրո ջան։ Չէ, չկա։ Ուղղակի մի քիչ երկար ես ասում, խնդրում եմ, մի քիչ կարճ կասես։ Հիշում ես 18-ամյակից կենաց ասեցիր, 19-ամյակում վերջացիր։ Բաչոպար, ես կնեմ հարսանքուրը։ Չեմ հասկանում, ուզում ես ամեն ինչ անես, որ հարսի փեսի սեղանին նստես։ Ինչ ես տենց ասում որ։ Միրոն բոմբ բաներ գիտի։
Պատկերացրեք հարսանիքի ամենաթեժ պահին Թամադեն հայտարարում է, որ հարսնաքուրի ունի անակնկալ։ Հարսնաքուրը դուրս է գալիս ու իր անզուգական բարերով զարդարում է երեկոն։ Ջիրո, կարանք այդ ցուցակից հանենք Միրոյին։ Դե որ հանենք մեկ այլի գալու է։ Նստի որ չքրտնես մրսես հիվանդանաս։ Երկիչների հետ էլ խոսենք։ Գալու է Ռազմիկ Ամյանը, Արկադի Դուբիկյանը ու Արամեն։ Ոնց հետները խոսել ես։ Համաձայնվել են։ Հա, փողը տալիս ենք, մարդիկ գալիս են։ Դե այդ փողերն է փոխանցի։ Պապ ջան, ուղղակի այդքան փող ես որտեղից փոխանցեմ։ Արի սենց անենք։ Երկիչն էլ դու եղի։ Մեկա որ խմում ես, քեզնից լավ երկիչ չկա։ Ճիշտ ես ասում, գիտես։ Ամեն այդ փողը կմնա ինձ, այս գրպանից կհանեմ, կդնեմ այս գրպանը։ Բայց այդ փողերը դե հիմա փոխանցի։ Ես էլ Ժիրո ջան, գնամ, որ հասցնեմ տունը փոխանցեմ քեզ, հա։ Պապ ջան, Գնաց։ հա։ Լավ, Ժիրո, լավ։ Դե ասել է, չէ՞ որ տալու եմ դե Ժիրո։ Դե Ժիրո ջան։ Վայ, դե Ժիրո պիարա։ Միրո ջան, հանգստացի, այդ դանակը հələ իջացրու։ Վաճոպար կլինի ես ընեմ հարցի աղբերը։ Հա, Միրո ջան, կլինի, մենակ հիմա այդ դանակը իջացրու, թող ես անցնեմ գնամ, բայ։ Չէ, այդ կտերը Միրոյի չի անցնի։ Փողերը շարում ես դանակի վրա, նոր անցնում ես։ Միրո ջան, այդ փողերը մեկա ես եմ տալու։ Արի կտամ։ Հա, արի, թող, այդ դանակը թող։ Ասում։ Թող, ձեր դանակը թացի։ Գնա։ Հարսիկներ ջան ապրեք, շատ լավ որ ունեցա։ Վայ, բա որ օֆիցիալ կեսր մայրիկ դառնաս, գիտես ինչեր ենք անելու, երկուսով նստելու ենք, մանեից բամբասենք։ Բայց ինչի ինձնից։ Դե հետո դուք էլ երկուսով կնստեք, ինձանից կբամբասեք։ Այ։ Ես մի հատ լավ առաջարկ ունեմ։ Եկեք նկարվենք, անմահացնենք այսօրը։ Ալվարդ, նկարի։ Բայց ինչի ես։ Դե դու այդ նկարը ինչ ես անելու։ Մեկը սոցցանցերում ակտիվ չես։ Հո ձեր ընտանեկան ալբոմում չես պոստելու։ Հա, ճիշտ է։ Դե հեռախոսը տուր։ Գիտես իմ հեռախոսի մեջ տեղ չկա, մամայինով նկարի։ Մամա ջան, հեռախոսդ կտաս։ Ստեղ են ասեմ, մաման չլիներ դու Instagram-ում post անողը չէի։ Մի հատ հավաքի էլի, հա։ Դե կանգնեք, հա։ Մի հատ լավ իրար սենց մոտեղեք, հա։ Մի հատ սենց բան արեք, սրտի կարեք, սրտի կարեք, հա։ Շատ լավ, հա։ Վայ։ Անենց գեղեցիկ նկարաստացվե մի հատ նայեք, մամ ջան, հələ ոնց է ստեղ դուրս եկել, մոդել։ Շատ սիրուն է։ Ժիրո Իվան, վան։ Այ հիմա իմ պատրաստած է, կեր ու ասա, դուրդ գալիս է թե ոչ։ Լավն է, ուղղակի մի բան ավել է։ Ինչը։ Լոլիկը, վարունգը, մեկ է սոուսը։ Միրո, դու խոհարարությունից բան չես հասկանում, ես կփորձեմ։ Ֆանտաստիկ։ Սա գովազ չէ, սա իմ անձնական կարծիքն է։ Բայց դու մենակ խավիար եք երար։ Բա ապուշ չեմ տապակած վարունգը ուտեմ։ Այս պատահական էր ձերքից սնգել թավայի մեջ։ Հաստորեն մեզ իրոք խոհարարա պետք։ Յա։ Անառակ խոհարարի վերադարձը։ Չես եկել։ Եկել ես ոտքերս ընկնես, որ քեզ նորից ընդունեմ աշխատանքի։ Չէ։
Եկել ես Միրոյի ոտքեր ընկնես, որ Միրոն գնա Ժիրոյի ոտքեր ընկնի, որ քեզ աշխատանքի վերցնի։ Չէ։ Բա ինչի համար ես եկել։ Mon chargeur de portable. Հերոխոսի զարադեշտիկ դեմ որացե խոանոցում։ Եկել եմ որ տանեմ։ Լավ։ Մինչև գնալդ մի հատ իմ պատրաստածը փորձի ու քո մասնագիտական կարծիքն ասա։ Մերդ։ Տապակած վարունգ, սա նույնիսկ շները չեն ուտի։ Դու մոսի շո։ Սեբաստիան։ Մի արի մոտ։ Գնա մարդու զարադշնիկը բեր, գնա։ Վազի։ Վերջ մանե գրի։ Հաստատ։ Հաստատ։ Ես իմ հեռախոսը համարը փոխել եմ Նիկայի հեռախոսի մեջ, գրել եմ Zoro Fitness, նենց որ գրի։ Նայեմ ինչ ես գրել։ Բարև կյանքս ոնց ես։ Մանե, մի քիչ ռոմանտիկա ավելացրու։ Գրի, կարոտել եմ քեզ ծիտիկս։ Ալվար ջան, եթե դու Իվանը իրար հետ խոսում եք ծիտիկով ու ցլիկով, չի նշանակում բոլորը տենց են անում։ Ավելի լավ գրեմ, ես քեզ կարոտել եմ։ Դե գրի։ Չի պատասխանում։ Դե ինձ էլ տենց գրեն, ես էլ չի պատասխանի, մի քիչ կիրք ավելացրու։ Գրի, ինչու չես պատասխանում։ Ես հիմա սուզվում եմ կարոտի ալիքների մեջ եւ սպասում եմ քո նամակին։ Ինչու չես պատասխանում հետո։ Սուզվում եմ քո սիրո ալիքների մեջ եւ սպասում եմ քո նամակին։ Քո սիրո ալիքների մեջ Սպասում եւ կարոտում եմ քեզ։ վերջ գրեցի։ Գրեցիր, դե միջև ինքը պատասխանում է, արի մենք հյութ խմենք։ Չի պատասխանում։ Չի պատասխանում, գիտես ինչի չի պատասխանում, որովհետև ուշքը գնացել է երջանկությունից։ Հա բայց եթե չպատասխանեց, մենք ապացույց չենք ունենա, որ ցույց տանք։ Ունենանք տուր, ես մի քանի տող էլ կավելացնեմ, հաստատ նկարներ եք ուղարկի։ Ուր ես իմ սեր։ Կյանքս այստեղ ինչ տեսնում ես, պատվիրել եմ։ Ոնց որ ասում են, նոր կյանք, նոր կահույք, նոր տեխնիկա, հին գուլյատներ։ Էդ ո՞վ է քեզ անընդհատ գրում։ Ֆիթնես մարզիչս է կյանքս։ Ասում է ինչի չես գալիս։ Պարապենք։ Դե իրան ասա, որ էլ չես գնալու, որովհետև արդեն ես եմ քո հետ պարապել։ Ոչ չորես, իսկ դու ամուսնական պայմանագիր սարքել ես։ Չէ, ինչի համար։ Ոնց ինչի համար։ Որ էլից չդավաճանես։ Իսկ դավաճանելու դեպքում օրենքով ունեցվածքի կեսը դատարանով կիսվի 90%-ը ինձ, մնացածը քեզ։ Եմ մի րոպե, բայց 90% էդի կիսվել չի, է։ Չհասկացա։ Այսինքն դու մտածում ես, որ կարաս ինձ դավաճանես, մի հատ էլ ունեցվածքի կռիվ ես անում։ Չէ, լավ, կյանքս, խնդիր չկա։ Ես քեզ կյանքում չեմ դավաճանի, նենց որ այսօր կսարքեմ այդ պայմանագիրը։ Օքեյ։ Հա։ Դե գնանարս մի քիչ մոխրություն չեմ գա։ Հա։ Բայց ոչ շուշարած։ Չէ։ Որովհետև ես մի քիչ արդեն տարիքով եմ, հիմա էլ իրիկունա կարող է քնեմ։ Լավ։ Գնացի։ Գնում եմ։ Չեմ քնում։ Գնում եմ։ Լավ։ Ման է զանգում է։ Բայ մա ինչ անենք, մենք չենք նախատեսել, որ զանգելու է։ Պետք է պատասխանել։ Պատասխանի։ Դե պատասխանի։ Չէ, դու պատասխանի։ Ալբերտ ասում է պատասխանի։ Բայց ինչի ես պատասխանեմ։ Որովհետև քո ձայնը ավելի դղոտ է։ Լավ։ Ալո։
Զոր տեսել եմ, որ գրել ես ուղակի հարմար չէր Բիձեն մոտս էր։ Ամեն ինչ շատ լավ է։ Բիձեն համաձայնվել է ամուսնական պայմանագիր կնքի։ Քիչ է մնացել հեսա ամուսնանանք, հաջորդ օրը բաժանվեմ ու Բիձու ունեցվածքի 90%-ը օրենքով խլենք ձեռքից։ Ու մենք ունենանք նոր տներ ու ռեստորաններ։ Լավ դե երկար չեմ կարող խոսամ, պաչում եմ։ Փաստորեն Նիկան ավելի վտանգավոր է, քան մենք պատկերացնում էինք։ Քիչ-քիչ մոտիկանում է մեր տներին։